Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը և երեխաների հատուկ ստեղծագործական կենտրոն «Պոակը» ներկայացնում են։ Քո արվեստը դպրոցում։ Մեր այսօրվա հանդիպումը տեղի ունեցավ Երևանում։ Օրվա հյուրը կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանն է։ Ռոբերտ Ամիրխանյան, կոմպոզիտոր, ծնվել է 1939 թվականին Երևանում։ 1964-ից 1969 թվականներին սովորել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում, Էդվարդ Միրզոյանի դասարանում։ 1969 թվականից նույն կոնսերվատորիայի դասախոս է։ 1981 թվականին ստացել է պրոֆեսորի կոչում։ 1969-ից 1972 թվականներին եղել է Հայաստանի ազգային ռադիոյի երաժշտական խմբագիրը։ 1991-ից 2013 թվականներին զբաղեցրել է Հայաստանի կոմպոզիտորների միության նախագահի պաշտոնը։ 1999-ից 2003 թվականներին եղել է Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի պատգամավոր, գիտության, կրթության, մշակույթի և երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ։ Գրել է 16 խաղարկային և շուրջ 30 մուլտիպլիկացիոն ֆիլմերի երաժշտություններ։ Հեղինակել է 300-ից ավելի երգեր, վոկալ շարքեր, օպերետներ, մյուզիքլներ։ Հայաստանի Հանրապետության պետական և ազգային շահերի պաշտպանության, անկախության, ժողովրդավարության հաստատման գործում առանձնահատուկ ծառայություններ մատուցելու համար 2017 թվականին Ռոբերտ Ամիրխանյանն արժանացել է Հայաստանի Հանրապետության պատվո շքանշանի։ Ողջույն, ես չեմ պատրաստվել հատուկ ինչ-որ թեմաների, բայց պատրաստ եմ զրույցի ձեզ հետ։ Ես չեմ կարող ուղղակի կարդալ ինչ-որ բարոյախոսություն, ինչ-որ բաներ, կարդալ ու բավարարվել ինքս իմ ասածով։ Ոչ, ես ինքս էլ անհանգստացած եմ, թե որն է նյութը, որի շուրջը մենք պետք է այսօր զրուցենք ձեզ հետ, որ սա կոչվի մեր հոգեզրույցը, որ չլինի ձևական խուսափենք ձևական բաներից մեր կյանքի մեջ։ Լինենք անմիջական, կենդանի հարաբերությունների մեջ և լսենք երաժշտությունը, եզրակացություններ անենք ու մեզ հետաքրքրող նյութերի շուրջը մենք կարողանանք այդ մեկ ժամվա ընթացքում հագեցնել դա։ Ես մաղթում եմ մեզ բոլորիս լավ ժամանակ, մեր հանդիպման ժամանակ, ես երկար ժամանակ մտածում էի, թե ես ինչ ստեղծագործություններ ընտրեմ ձեզ համար, բայց զգում եմ, որ շատ հուսալի ունկնդիր է նստած, որը սիրով նույնիսկ բարդ երաժշտական ստեղծագործություններ կարող կլինի ընդունել։ Ցավոք սրտի մեր օրերի ընթացքի մեջ մենք ամեն օր հանդիպում ենք մի տեսակ դեկորատիվ կրքեր հետապնդող երաժշտական նյութեր, որը լեցուն է մեզ մոտ։ Ես համոզված եմ, որ մենք բոլորս կարողանալու ենք գիտակցել, թե ինչն է մեզ օգտակար լինելու, որ մենք ձեզ հետ միասին ոչ թե սպասում ենք, որ ինչ-որ մեկը երկիր կառուցի, մենք մտնենք դրա մեջ ապրենք։ Մենք ինքներս պետք է կառուցենք այդ երկիրը։ Հասկանանք, թե ինչպիսին ենք ուզում, որ լինի մեր իրականությունը։ Կուզենք, որ այն հագեցված լինի մեզ համար մարդկության համար շատ կարևոր երջանկության զգացողության ֆակտորներով։ Իսկ ո՞րն է երջանկությունը։ Երջանկությունը յուրաքանչյուր մարդու ինքնությունն է, ազատ, արժանապատիվ
իր պատմության գիտակցությամբ, իր ինքնության գիտակցությամբ, որը կոփելու համար մենք իրոք շատ բաներ ունենք անելու։ Կարծում եք, որ այդ ճանապարհը մեզ է վերաբերում, թե մենք ուզում ենք ուղղակի ժամանցային երաժշտություն լսել, ժամանցային խոսակցությունը։ Ոչ, մեր ամեն վարքյանը լի է պատասխանատվությամբ, որտեղ մեր կյանքի մեջ մենք 3 հարցի ենք պատասխանում. ինչ ես անում, ինչու ես անում եւ ինչպես ես անում։ Հանեք այդ 3 հարցերը, ուզած որևէ գործի մեջ, ինչու մեջ մենք բոլորս մխրճված ենք, մեր առօրյա ֆունկցիաների մեջ, ոչ մի բան արժեքավոր չի լինի։ Միշտ հիշեք, որ մեզ շարժում է մի գիտակցություն։ Ինչ ես անում, ինչու ես դա անում եւ ինչպես ես անում։ Եվ սպառվում են բոլոր հարցերը։ Ես սկզբի համար ուզում եմ ձեզ մի հատ դաշնամուրային ստեղծագործություն նվագել։ Հուսով եմ, որ այն մեզ կօգնի մի քիչ սրտաբաց լինել ու ուղղորդել մեր ուշադրությունը դեպի ստեղծագործական կողմը մեր հանդիպման։ Լսեք, խնդրեմ, դաշնամուրային պիես, վաղուց գրված, որ կոչվում է «Գառնան կաթիլներ»։ Մանկական երգերի շարք եմ ես ուզում հիմա նվագել, պատրաստել ենք մենք տոնական հանդես, միգուցե դուք գիտեք, ես կուզենայի ձեզ հիմա որպես թոշակառու չտեսնել սենց նստած բանի մեջ, աթոռների մեջ, ուզում եմ կենթանի մարդ, կենթանի հարաբերություններ, կենթանի ռեակցիա, նրան ինչ որ մենք լսում ենք, համարձակ եղեք, խնդրեմ, ազատ եւ համարձակ, խնդրեմ։ Պատրաստել ենք մենք տոնական հանդես, տոնական հանդես, տոնական հանդես։ Հագուստներ ունենք, դիմակներ պես, դիմակներ պես, դիմակներ։ Զարդարել ենք մենք Եղևնին պայծառ, տոնածառը մեր։ Շուրջը ձունձը մեր, իսկ ներսում անթիվ, կանոնում ծաղիկներ։ Հյուր կգա շուտոց մեր պապին, մեզ կգա մեծ պարկը շալակին, ձյուն անուշտել երկը շուրտերին, շուրջը կխմբի, ժիր
ջիրմանուկներ la 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 Շալակին դուրարուշ դեր երկը ջուտերին շուրջը կխմբի ջիրմանուկներին la 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 համարցակ la 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 Դուք ենքան բանով եք կրկոտ եք ծապարում, որ ես ձեր ձայնը չէի լսում։ Շատ կուզենայի ձեր ձայնը լսել, ծապարությունները կարող են լինել վերջում։ Так, այս երկերի մեջ կա նաև Շատ լավ, կարծես թե այս պահից սկսում է մեր անմիջական հարաբերությունների շրջանը, հա? Եվ դրա համար ուզում եմ խնդրել կոչ անել ձեզ, համարձակ եղեք, երբեք մի սպասեք, որ ձեր կյանքը կախված է նրանից, թե ուրիշ ով ինչ կանի ձեզ համար։ Մենք ծնված ենք, որպեսզի մենք
առաջի հերթին մենք ինքներս իրագործենք այն, ինչ որ հանկարծ մեր առջև հառնում է, հանկարծ մենք կանգնած ենք այդ հարցումի առաջ, իսկ դու ինչ կարող ես անել։ Ինչպես է անցնում մեր հանդիպումը, ինչ կասեք։ Լավ եք, ոգևորեք, լավ եք զգում ձեզ, հա։ Ես պիտի երգեր ընտրեմ ձեզ համար երգելու համար, եւ դրա կողքին գոյանալու են մեր ներքին հարցումները։ Մենք հիմա կերգենք մի երգ միասին։ Իմ երգերից մեկը, որ կոչվում է Հայի աչքեր։ Հայի աչքեր, սիրուն աչքեր, սևամբներ ձեզ պատել դարեր, սև վիշտներ ձեզ մաշել տանջեր, ձեզնի չպիտ նարել դարել, լույսի լճակ աչքեր տրտում, այս երբ դարձակ այսպես խնդում։ Միասին հայի աչքեր, համարձակ հայի աչքեր, հայի աչքեր, սիրուն աչքեր, հայի աչքեր, հայի աչքեր, հայի աչքեր, սիրուն աչքեր, հայի աչքեր, աչքեր թախծող, դուք միշտ խոնար, դուք միշտ անչար, տաճվող մարդու համար լացող, տարին միայն մի օր պայծառ, լույսի լճակ աչքեր տրտում, այս երբ դարձակ այսպես խնդում, հայի աչքեր, միասին հայի աչքեր, հայի աչքեր, սիրուն աչքեր, հայի աչքեր, հայի աչքեր, հայի աչքեր, սիրուն աչքեր։ Լավ էր, չէ՞։ Ես չեմ ուզում խոսել ճշտի սխալի մասին։ Ես կարծում եմ, որ մենք ինքներս հասկանում ենք լավ, թե ինչ բան է կյանքի ուղղությունը, որն է ճիշտը, որն է միայն գերի չպետք է զգանք մեզ։
մենք պիտի գնանք այն ճանապարհով, որը մեր հայ մարդու արժանապատվության ճանապարհն է, ինքնության ճանապարհը։ Դեռ ես քաղաքական բնույթ չեմ ուզում հաղորդել սրան, պատրաստ եղեք հասկանալ, որ թե գրել այդ գիտակցությունը, որ մեզնից յուրաքանչյուրի ինքնությունից է կախված այն ամբողջականությունը, ինչը որ մեզ օգնել է դարերի ընթացքում պահպանել մեր ազգային արժանապատվությունը եւ ստեղծագործել լեցուն հին երգեր կան, որոնք մենք պետք է սովորենք պահպանել մեր մեջ։ Մենք սրա մասին ես հույսով եմ, որ մեր այս հանդիպումը իր շարունակական բնույթը ռիթմը կունենա, որ մենք այսպես ասած մեր առջև դնենք այն ծրագիրը, որ իրոք պատասխանում է այդ երեք հարցերին. ինչ ենք մենք անում, ինչու ենք անում եւ ինչպես ենք անում։ Սա մտորելու հսկայական մտորելու նյութ է։ Մի հետաքրքիր հարց էի ձեզ ուզում տալ, ինձ համար շատ հետաքրքիր է իրականում։ Կան ձեր մանկությունից ինչ-որ հիշողություններ, որոնք ձեզ դրդել են ձեր ստեղծագործական ուղին սկսել։ Շատ լավ, շատ բաներ կան, որ մանկությունից մնացել են հիշողության մեջ, բայց դրանք ինձ կարող են տանել ինքնության սուբյեկտիվ պատմությունների ճանապարհով, որ ես չէի ուզենամ, բայց հետաքրքիր բաներ ասեմ, որը հիշեմ, որ մեկը, երբ մենք ապրում էինք Ալավերդյան մեկ հասցեով, Կոմայգիի մոտ, այդ բակում, մեր բակում լեցուն ընտանիքներ էին ապրում միասնաբար։ Ամեն մի ընտանիք ապրում էր մի սենյակի մեջ եւ կարիդոր կար, միջանցք կար, որ ասենք մի 10 ընտանիք այդ միջանցքում էին ապրում։ Հետո կար կողքը մի հատ ուրիշ միջանցք, որտեղ էլի 10 ընտանիք եւ այլ, այդպես մեծ բակ էր։ Եվ ես դաշնամուր չունեի, եւ մեր բարեկամները օգնեցին մեզ դաշնամուր առնելու։ Դաշնամուրը բերեցինք, դրեցինք տան մեջ, հետո պարզվեց, որ իմ դաշնամուրի մեջ մուկ է ընկել։ Եվ հարևանները մտել էին օգնելու մեզ, որ այդ մկանը հանենք դաշնամուրի, այնց էին խփում այդ գործիքին ավելներով, փայտերով եւ այլը, որպեսզի մուկը փախնի։ Այդպեսի կենցաղ, բայց մենք երեխաները հավաքվում էինք եւ մեր լողավազան կար բակի կենտրոնում, դրա շուրջը նստած երգեր էինք երգում։ Եվ մինչ այդ դաշնամուրը ունենալը մենք ունեինք սեղան, քառակուսի, դուք գիտեք դա, որ տակի մասը քաշվում է եւ մի սեղանը կարող է բացվել, մեծանալ։ Ես դրան քաշել եմ առաջ մի քիչ եւ նրա վարի մասում մատիտով նկարել եմ դաշնամուրի ստեղնաշարը։ Այսքան երեխա։ Եվ նստել եմ այդ սեղանի մոտ ու նվագում եմ այդ գործիքի վրա։ Մայրս կողքս նստած լաց է լինում, որտեղ գործիք չկար տանը։ Կարծ ասած մեր մանկության մեջ եղել են հզոր փորձություններ եւ եղել են շատ ոգևոր պահեր, որ մինչեւ հիմա ինձ հանգիստ չի տալիս։ Եվ կհիշեմ նաև այսօր մի առիթով հիշեցի, որ ես ունեմ փոքր նոտաների փոքր գիրք, որի մեջ գրված են իմ առաջի ստեղծագործությունները։ Դրանցից մեկը Երկի սկիզբը, որ հետո դարձավ դե տիկնիկ ջան նանի կարա մութե եւ գիտեք այդ երգը, հա, իսկ դրա նոտաները ես գրել եմ երևի 7-8 տարեկան հասակում, ծնվել եմ ներսում, որի վերեմասում մեր հայտնի կոմպոզիտորներից մեծն անունը չեմ կարողանում հիշել հիմա, մտքիցս թռել է, իր ձեռագրով, եկեղեցական ձեռագրով գրված է օրորոցային փակագծերի մեջ
կողքը կոմպոզիտոր Ամիրխանյան, մինչև հիմա ես դա պահում եմ, այդ զգացմունքային ուղղորդումները ինձ օգնեցին մնալ երաժշտության ասպարեզում։ Որ ժանրն եք ավելի շատ նախընտրում։ Շատ շնորհակալ եմ։ Գիտեք, մեր կյանքի մեջ բազմաթիվ ճանապարհներ կան, տեսնում եք, մենք ինչ ճանապարհներով ասես որ չենք անցնում, քարքարոտ ճանապարհներ, նշանադրված ճանապարհներ եւ այլը, ամենագլխավոր ճանապարհը կանոնակարգի ճանապարհն է մեր կյանքի մեջ։ Կանոններ, բարձր որ կարելի է հասկացողության գլխավոր բաղադրիչը չի կարելին է։ Բարձր որ ազատությունը մեզ տրված է, որպեսզի մենք ինքներս ինչ-որ բաներով մեզ սահմանափակենք, որտեղ ազատությունը մի տեսակ հասկացություն է, որ ամեն ինչ թույլատրում է, ազատ ես դու, ուրեմն ամեն ինչ կարող ես անել, բայց ես ծնված եմ, որպեսզի ես ինքս ինձ սահմանափակեմ այս կամ այն բաները չանելու համար, որտեղ երբ որ ուրիշն է քեզ արգելում, թե այդ բաները չպետք է անես, դա բռնություն է քո հանդեպ։ Ես ազատ եմ այնքան, որ ես ինձ կստիպեմ սահմանափակել իմ ցանկությունները ինչ-որ բաները կարգավորելու համար։ Ես ինչը պետք է անել, ինչը չի կարելի անել։ Երբ որ ես զգում եմ, թե մեր հայ երգիչները ոնց են երգում, աղավաղում մեր ազգային երաժշտությունը, որի մեջ հոգին կարծես թե տեղը զիջում է ձևական ինչ-որ բաներից, ինչ բառերով են գրված այդ երգերը, ինչ բանաստեղծական նյութերի վրա, ինչ պոետիկայի վրա։ Նայեք, երաժշտությունը հայոց պատմության, այսինքն մեր պատմության ամբողջ ընթացքում եղել է բանաստեղծության նյութի մեջ։ Բանաստեղծություն եւ երաժշտություն եղել են միասնական։ Այն ժանրը, որը կապված է հենց սկզբից ինչ որ ասեցի, կանոնակարգի հետ։ Ազատությունը երաժշտության մեջ շատ վատ բան է։ Պետք է կարողանանք բավարարվել քչով, ու այդ քիչը մեր ազգային կանոնիկ երաժշտության պայմաններն են։ Այսինքն դասական երաժշտության օրենքներով։ Որն է ձեր ամենաջերմ հիշողությունը մանկությունից։ Հենց ինքը մանկությունը, որտեղ լույս կա հսկայական, որը անկախ տնից մեր կյանքի փորձությունները ինչպես են, հագեցված էր ոգևորությամբ։ Որն է ձեր ամենաջերմ հիշողությունը դպրոցական կյանքից։ Ուսուցիչները մեծ դեր էին խաղում մեր կյանքի մեջ։ Մենք միայն ունեինք աշխարհագրության ուսուցիչ, որ շատ տարբերվում էր մյուսներից, որի պատմածները աշխարհի կյանքի մասին, աշխարհագրության մասին, մինչև Ավստրալիայի կողքի ափերի մեջ ապրող ջրի մուրները նույնիսկ։ Այնպիսի ոգևորությամբ էինք մենք լսում, որ մինչև հիմա ամոռանալի է նրա հայրական ջերմությունը մեր հանդեպ որպես ուսուցիչ։ Որն է եղել դպրոցական ամենասիրելի առարկան։ Ամենասիրելի առարկան ինձ համար հայոց լեզուն, որի ուսուցիչը մեզ համար Անտոնյանը, մեզ համար սիմվոլիկ անձնավորություն էր, իր մեջ պարունակում էր ամբողջ ազգային զգացողությունների դաշտը եւ կարգադրական կեցվածքը, որ մեզ օգնում էր կողմնորոշվել դեպի լեզվի մաքրություն։ Ով է ամենամեծ դերն ունեցել ձեր մասնագիտության ընտրության հարցում։ Երևի ես ինքս։ Եթե նորից հնարավորություն ունենայիք մասնագիտություն ընտրելու, ինչ կընտրեիք։ Ես կգնայի նույն ճանապարհով, որտեղ լեցուն երգեր ունեմ չգրած։ Եթե հնարավորություն ունենայիք ընտրելու մեկ օր ձեր անցյալից կամ ապագայից, որ օրը կընտրեիք։ Այն վայրկյանը կհիշեի, որի մեջ կար մարդկային հարաբերությունների ոգևորությունը։ Իսկ այդպիսի վայրկյաններ շատ են եղել կյանքից։
Եթե հնարավորություն ունենայիք ճամփորդելու ժամանակի եւ տարածության մեջ, որ ժամանակը կընտրեիք եւ ուր կգնայիք։ Ես կգնայի դեպի գյուղ, որտեղ իմ դաշնամուրն է դրված ու լռության մեջ սպասում է, որ ես գամ ու նվագեմ այն նոր երաժշտությունը, որը ճամփորդության պարտադիր մասն է։ Մանկության ինչ երազանք եք իրականացրել մեծ տարիքում։ Կառուցել տուն։ Կառուցել եմ տունը ինքս իմ ձեռքով, իհարկե մարդկանց օգնությամբ ևս եւ հրաշալի լռության մեջ ապրող իմ նվագին արձագանքող տունը։ Եթե հանդիպեիք ինքներդ ձեզ մանուկ հասակում, ինչ խորհուրդ կտայիք ապագայի համար։ Խորհուրդ կտա իրեն ավելի համարձակ լինել ու գնալ այն ճանապարհով, ինչ որ ընտրել է որպես ճակատագիր։